Խորոված սոխը եզակի բուժիչ միջոց է։ Այն, որ սոխը ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն, գիտեն բոլորը։ Թարմ սոխի հյութի և մեղրի օգնությամբ հնարավոր է բուժել բրոնխիտն ու թոքաբորբը, ինչպես նաև ազատվել հազի նոպաներից։ Քերած սոխով կոմպրեսները օգնում են ականջի ցավերի դեպքում, անգամ կարող են իջեցնել մարմնի ջերմությունը, եթե դրանք տնեք ոտքերի վրա։ Սակայն շատ քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն թարմ, այլ նաև խորոված սոխը։ Ջերմային մշակման ժամանակ այն չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Խորոված սոխ։ Խորոված սոխն օգնում է բուժել խոցերն ու երկար չափակինվող վերքերը։ Խորովեք սոխը կեղևով ու դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան, մինչև որ նկատելի լինի վիճակի բարելավում։ Խորոված սոխը կարող եք օգտագործել մկնոռի կամ այլ կերպ չիբանների բուժման համար։ Օրական 20 րոպե տաք սոխով կոմպրեսը պահեք վնասված հատվածի վրա և շատ շուտով չիբանը կանհետանա։ Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը։ Սոխով կոմպրեսը պարունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել։ Խորոված սոխը խորհուրդ է տրվում սննդի մեջ հաճախակի օգտագործել բոլոր նրանց, ում մոտ նկատվում են արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ։ Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ։ Այն խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներով։ Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթը օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել։ Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավում է հիպերտոնիայով ու աթերոսկլերոզով հիվանդների վիճակը։ Սոխն օգնում է անոթներին մաքրվել, ազատվելով խոլեստերինային կուտակումներից և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները։ Խորովելու արդյունքում, ինչպես նշեցի, սոխը չի կորցնում իր օգտակարությունը։ Նրանից միայն անհետանում են ճակերտավոր եթերայուղերը, որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ։ Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափսի սոխ։